Սևանի բիզնես կենտրոնում փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Աղբից դեպի Թափոն» համայնքային ֆորումը։ Այն կազմակերպվել էր Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կողմից թափոնների տեսակավորման ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի եւ Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Ֆորումը նախատեսված էր ծրագրի մեր գործողությունների կեսին մի հատ անել գնահատում հասկանալու համար, թե ինչ իրավիճակ ունենք այս նախորդ 5-6 ամիսների ընթացքում արած միջոցառումների եւ դրանց ստացած արդյունքների մասով եւ նաեւ ունենք աշխատարաններ 3 տարբեր բլոկերով քննարկում ենք նախատեսում ֆորումի ընթացքում, որի շուրջ քննարկումները կբերեն եզրահանգման ինչպես կառուցել մեր հաջորդ գործողությունները։ Միջոցառման նպատակն էր համախմբել համայնքի ակտիվ քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, երիտասարդներին եւ ոլորտի մասնագետներին, քննարկելու Սևան համայնքում ներդրված թափոնների տեսակավորման համակարգի ընթացքը, առկա մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները։ Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ուսումնասիրություններով Սևան քաղաքում ներդրված թափոնների տեսակավորման արդյունքները գոհացուցիչ են։ Մեր համայնքում ընդհանուր առմամբ շատ մեծ պատրաստակամություն կար այս համակարգի ընդունման, այս մշակույթը ոնց որ ընդունելու եւ վերջին մոնիտորինգը, որ մեր կազմակերպությունը իրականացնում է, թափոնամանների իրավիճակի վերլուծություն, բավական լավն է, կապույտ թափոնամանների մասով բավական լավ ցուցանիշներ ունենք, իսկ կանաչ թափոնամանները կարծեմ արդեն որոշում կա, որ պետք է բակային տարածքներից հեռացվեն, որովհետև այդքան էլ արդյունավետ չեն եւ տեղադրվեն հանրային վայրերում։ Թափոնների կառավարման արդյունավետ համակարգի զարգացումը համայնքային կայուն զարգացման կարևոր բաղադրիչ է։ Ծրագիրը ինքը աշխարհում վաղուց կյանքի կոչված է։ Մեր համար առաջին ծիծեռնակն է, ինչ դրական ստիմուլատոլում, որ մենք հետո այսու արդեն այս լավ փորձը, որը տալում է իր քայլերը դրական քիչ, բայց կոմաց տալիս է, որտեղ մեր կենցաղավարություն դեռ չի մտել։ Մեր մարզի Գավառ, Սևան ճամբարակը ամբողջությամբ իրականացվում է բավականի ժամանակ, անցած տարվա հուլիսի 8-ից, հիմա արդեն քայլերը կատարվում է Մարտունի համայնքը, Մարտունի փոխաբեռնման կենտրոնը արդեն ուր որակի գործարկվի, բայց այս ընթացքում առաջիկա 1-2 ամսում Մարտունից ուղիղ կտեղափոխեն Հրազդանի կենտրոնական աղբավայր եւ մեզ մնում է մարզի կտրվածքով միայն Վարդենիս համայնքը, որ ընդգրկենք ու դառնա համապարփակ։ Այսինքն կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնը ամբողջությամբ կյանքի կոչվի։ Ուրախությամբ փաստում ենք, որ Սևան համայնքային եզակի համայնքներից է, տվյալ դեպքում Սևան քաղաքի կարգավիճակով, որ 2025 թվականի հուլիսի 26-ից նոր համակարգը արդեն որդեգրել է եւ արդեն 6 ամիս մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինչ տվեց այս համակարգը Սևանին։ Նախ այն ամենը, ինչ որ մենք խոսում ենք երկար տարիներ շարունակ, աղբի տեսակավորում, մեզ թվում էր հեռավոր կամ ինչ որ երազելի մի բան, Սևանցին արդեն կոնկրետ իր բակում, իր քաղաքում, իր բակային տարածքներում զգում է դրա առկայությունը։ Կապույտ եւ կանաչ թափոնամանները մեզ ամեն քայլափոխի հուշում են, որ Սևան քաղաքում իրականացվում է աղբի տեսակավորում։ Պետք է ասեմ, որ բավականին բարդ աշխատանք է մեզ սպասվում դեռևս առաջիկայում։ Ինչու՞։ Որովհետև մի բան է, երբ որ մենք ունենք արդեն կոնկրետ համակարգ եւ ներդրում եւ դրա, այսպես ասած, մեկնարկը տրված է, մի այլ բան է, երբ որ այդ գաղափարը մենք փորձում ենք հասցնել մարդկանց, որովհետև բավականին բարդ ու դժվար է դա դարձնել կենցաղավարության մի մասնիկը։ Տասնամյակներ շարունակ մեր ընտանիքները, մեր բնակիչները, մեր քաղաքացիները սովորել են, որ ընդհանրապես սա աղբ է ու պիտի տնից դուրս հանվի։ Իսկ թե ինչ տեսակով, ինչպես եւ տեսակավորում անհրաժեշտ է թե ոչ, սա մեզ համար չի եղել արդիական կամ մեր կենցաղավարության մի մասը։ Պիտի ասեմ, որ բավականին հաջողված է դա հատկապես առանձնատների մասով։ Ես ինքս առանձնատան բնակիչ եմ եւ բավականին լավ հասկանում եմ, թե ինչ է դա նշանակում։ Երբ քո տանը քո խոհանոցում դու սկսում ես արդեն տեսակավորում կատարել, դառնում ես պատասխանատու քո քայլերի եւ գործողությունների համար։ Եվ շատ լավ է, որ քո ընտանիքի անդամները եւս դառնում են այդ գաղափարի կրողը։ Տեսակավորման համակարգի իրական պատկերը, համայնքային ներգրավվածություն եւ իրազեկվածություն, մտածողության փոփոխություն, այս ուղղություններով խմբային քննարկումներ անցկացվեցին, իսկ վերջում ամփոփեցին ֆորումի արդյունքները։ Առաջիկայում թափոնների տեսակավորման տեղեկատվական արշավը կշարունակվի եւ տեսակավորման ուղղությամբ նոր համայնքային միջոցառումներ կկազմակերպվեն Սևան քաղաքում։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաղուր։